Ես մոտավոր ստանում եմ միջինում 100-ից 110 հազար դրամ աշխատավարձ, այս ամսում ստացել եմ մոտ 80,000 75-ի կարգի։ Բժիշկներն ահազանգում են առողջության պարտադիր ապահովագրության ներդրումից հետո իրենց ծանրաբեռնվածությունը զգալի մեծացել է, սակայն իրենք նախորդ ամիսների համեմատ ավելի ցածր աշխատավարձ են ստացել։ Պոլիկլինիկաներից մեկում աշխատող մանկաբարձ գինեկոլոգ Լիլիթ Աճեմյանն այն համարձակներից է, որը համաձայնեց խնդրի մասին տեսախցիկի առաջ խոսել։ Նա եւ այլ բժիշկներ պնդում են, բժշկական հաստատությունների ղեկավարները ճնշում են աշխատակիցներին, արգելելով բարձրաձայնել խնդրի մասին։ Եվ մշտապես գլխավորների կողմից ճնշումներ է եղել, ոչ մի բողոք չլինի, ոչ մի բան չլինի, վրդովմունք չլինի, ձայն դուրս չգա մեր պոլիկլինիկայից, դե հերթական անգամ հիմա նորից նույն վիճակն է, նույն գլխավորների ճնշմամբ մարդիկ չեն խոսում, ուղղակի չեն խոսում, բայց բոլորն էլ զարմացած են, թե ոնց կարելի է բժշկին այդքան վատ պահել երկրում։ Մանկաբարձ գինեկոլոգ Լիլիթ Աճեմյանից զգալիորեն ցածր աշխատավարձ ստացող բուժաշխատողներ են եղել։ 40,000, 20,000, անգամ ասում են նույնիսկ 13,000 դրամի մասին է լսել։ Չեն հասկանում նաև, թե առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումից հետո ինչպես են հաշվարկվել իրենց աշխատավարձերը, որևէ հիմնավոր պարզաբանում չեն ստացել։ Բավականին ուշացած նստեցին, այո։ Դե հետո էլ արդեն չգիտենք, թե ոնց է հաշվարկն արվել։ Այս շաբաթ բժիշկները հնարավորություն ունեին պարզաբանումներ ստանալ անձամբ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից, սակայն անհարմար հարցերին զուգահեռ տեսազանգը տարօրինակ պատահականությամբ ընդհատվել է, պատմում է Աճեմյանը։ Գլխավորների կողմից ճնշում ա եղել նախապես միացողներին, ասել են հանկարծ ավելորդ հարցեր չտաք, բայց եղել են հարցեր տվողներ, մարդիկ եւ հանկարծակի Zoom-ն ընդհատվել է տեխնիկական պատճառներով եւ ասվեց, որ հետագայում նորից կկրկնենք կամ կշարունակենք այդպես։ Այսինքն պատասխան չէ։ Ոչ մի պատասխան չի եղել, ոչ։ Ես ուզում եմ գնահատանքի նաև խոսքեր ասել մեր բուժաշխատողներին։ Առողջապահության նախարարը մի քանի օր առաջ հանրային հեռուստաընկերության տաղավարում էր, պատասխանելով հարցին, թե ինչ խնդիրներ են ի հայտ եկել հունվարի 1-ից հետո, Անահիտ Ավանեսյանը ցածր աշխատավարձերի մասին ոչ մի բառ չասաց։ Ավելին դեռ պնդեց, թե բժիշկները պետք է զարգացնեն հմտությունները։ Իսկ ինչպես կարելի է նվազագույն աշխատավարձից էլ պակաս գումար ստանալ, օրվա հացի խնդիր լուծել, կոմունալներ վճարել, մարել վարկերը ու զուգահեռ էլ ավելի լավ ու շատ աշխատելու մասին մտածել։ Նախարարը բանաձև չառաջարկեց։ Իհարկե, մարդիկ կան, որոնց համար անհարմարություններ է ստեղծվել, որովհետև ինչ որ առումով երկար տարիների աշխատելավոճը փոխվել է։ Օրինակ, տեսեք, պոլիկլինիկաների ծանրաբեռնվածությունը, բայց պոլիկլինիկան պիտի ծանրաբեռնված աշխատի, պիտի բժշկական կենտրոնը ունենա բավարար ծանրաբեռնվածություն, որպիսի այդ մասնագիտական փորձառությունն էլ հետ չաճի, եւ այս առումով էլ իհարկե մենք շատ աշխատանք ունենք անելու։ Այս շաբաթ առողջության իրավունք հասարակական կազմակերպության նախագահը երկու բժիշկների հետ ազգային ժողով էր գնացել աշխատավարձի խնդրի վերաբերյալ նամակ հանձնելու։ Նամակներ են հողում 3 խմբակցություններին եւ ազգային ժողովի նախագահին։ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը սոցցանցում էր արձագանքել, գրելով, թե ով է լիազորել հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին խոսել բոլոր բուժաշխատողների անունից։ Բողոքի բուն պատճառի մասին, սակայն ոչ մի խոսք, ցածր աշխատավարձերի վերաբերյալ ոչ մի բառ չկար։ Մարիամ Ծատրյանն ավելի ուշ հեռացրել է այդ գրառումն իր էջից։ Տեսազանգով հանդիպումն ըստ առողջապահության նախարարության կշարունակվի մարտի 3-ին։ Մինչ այդ համարձակ բժիշկների թիվը մեծանում է։ Սոցցանցում ֆլեշմոբ է սկսվել։ Տասնյակ բժիշկներ հրապարակում են իրենց լուսանկարներն ու գրում, կողմ են, որ համընդհանուր պարտադիր ապահովագրության համակարգի շրջանակներում վերանայվեն բժիշկների պայմանները։ Շարքում նաև Լիլիթ Աճեմյանի հրապարակումն է։